Չարենցավանի ծիծեռնակ մանկապարտեզը կիսով չափ է աշխատում։ Բազմաթիվ երեխաներ սպասում են իրենց հերթին։ Առայժմ հնարավորությունները սահմանափակ են։ Փոքրիկներին կարողանում են տեղավորել միայն մեկ մասնաշենքում։ Ես մտածում եմ մեկ բառի մասին, որը սկսվում է իտարով։ Իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Արդեն մի քանի ամիս։ Շենքը 1976-ին է շահագործման հանձնվել։ Նորոգման աշխատանքներ կատարել են 40 տարի անց միայն, այն էլ մեկ մասնաշենքում։ Աստիճանաբար խնդիրներն ավելանում էին, տանիքից մշտապես կաթոցներ, խոնավություն, իսկ ընդհանուր ջեռուցման մասին ավելորդ էր նույնիսկ խոսել։ Հիմնանորոգումը հնարավոր դարձավ սուբվենցիոն ծրագրով, ավարտին կունենան բոլորովին նոր մանկապարտեզ։ Կառավարություն համայնքամաֆինանսավորմամբ այս պահին Չարենցավանում 2 մանկապարտեզ է հիմնանորոգվում։ Սրանք համայնքի առաջին սուբվենցիոն ծրագրերն են ընդհանրապես։ Լուսաբաց մսուր մանկապարտեզի արժեքը պայմանագրային կազմել է 394 միլիոնի կարգի, իսկ ծիծեռնակ մանկապարտեզինը 360 միլիոնի։ Այս երկու մանկապարտեզների համաֆինանսավորումը 70% պետության մասնաբաժինն է, 30% համայնքայինն է։ Սուբվենցիոն գործիքը համայնքներին մեծ հնարավորություն է տալիս, որպեսզի նմանատիպ աշխատանքները, որոնք որ համայնքային բյուջեի համար շատ մեծ ծախսեր են եւ բեռ են, սուբվենցիոն աշխատանքներով կարողանում ես դու նմանատիպ աշխատանքներ անել, նամանավանդ երբ որ կրթական համալյար 70%-ի մասնաբաժինը պետությունը վերցնում է իր վրա, ել ավելի է հեշտանում համայնքի աշխատանքը։ Չարենցավան քաղաքի 5 մանկապարտեզից միայն 3-ն են այս պահին լիարժեք գործում։ Հիմնանորոգվում է նաև Լուսաբաց մսուր մանկապարտեզը։ Սա էլ 1972-ից է շահագործվել ու երբևէ հիմնանորոգում չի արվել։ Շենքն արդեն խարխուլ վիճակում էր, գործում էր 30%-ով։ Այս մանկապարտեզը աշխատել է հիմնականում տաք ժամանակահատվածում, ձմեռային սեզոնին մենք ստիպված էինք լինում պարտեզը ամբողջությամբ պարապորտի ուղարկել, որովհետև ջեռուցման համակարգ չկար, դա էր պատճառը, որ կարիք եղավ, որ պարտեզը ամբողջական հիմնանորոգման հայտ ներկայացնենք սուբվենցիոն ծրագրի։ Այստեղ շինաշխատանքները սկսել են տարեսկզբին, նախ ամրակայման աշխատանքներ են կատարել, ամբողջությամբ փոխվել է տանիքը, ջեռուցման նոր համակարգ է անցկացվել, փոխվել են կոյուղու եւ ջրամատակարարման խողովակները, արևային ջրատաքացուցիչ է տեղադրվել, օդափոխության ու անվտանգության համակարգն է արդիականացվել, գործի հիմնական մասն արել են, շինաշխատանքների ավարտին քաղաքը կունենա եւս մեկ սեյսմակայուն մանկապարտեզ։ Մոտավորապես 3 մետր եւ ավելի չելենք հիմքերը, երկաթբետոնով ամրացրել ենք մինչև տանիք։ Բոլոր տեղերը 2 մասնաշենքով, տաքանցումներով բոլոր ամրացված է, ուժը աշխատանքները արդեն ավարտված է։ Հիմա արդեն երևի որ վերջնական փուլում ենք աշխատանքների։ Վերջին տարիներին մարզում իրականացվել է 21 մանկապարտեզների հիմնանորոգման եւ զրոյից կառուցման ծրագրեր, որոնք ամբողջությամբ ավարտված են։ Ընդհանուր 21 մանկապարտեզների ընդհանուր բյուջեն կազմում է մոտավորապես 4.5 միլիարդ դրամ։ Այս պահին սուբվենցիոն ծրագրով ընթանում է 4 մանկապարտեզների շինարարական աշխատանքներ, իսկ պետական ծրագրով ընթանում է 5 մանկապարտեզների աշխատանքներ, որոնք նախատեսված է ավարտել 2026 թվականին։ Եթե մանկապարտեզաշինության վերաբերյալ ծրագրերը եւ թե սուբվենցիոն եւ թե պետական ծրագրերը, եթե այս տեմպով եւս 2-3 տարի շարունակվի, վստահ կարող եմ ասել, որ մարզում չենք ունենա այդպիսի բնակավայր, ոչ թե համայնք, այլ այդպիսի բնակավայր, որտեղ որ վերանորոգված կամ կառուցված մանկապարտեզներ չեն լինի։ Հիմնանորոգվող 2 մանկապարտեզն էլ նախատեսված է ավելի քան 300 երեխայի համար։ Սրանք շահագործման կհանձնվեն 2026-ին, իսկ այս տարի Կոտայքի մարզում հիմնանորոգված ու նոր կառուցված 7 մանկապարտեզ է նորամուտը տոնել։